Uzun քննարկենք բարև ձեզ լավ կգինավես հա բարև ում չբարևեցի Մեր հարցը մի խնդրակներ եկել է, որ դες կայքարում ներկայացնեք, տների հարցը ոչ սեփականն է, ոչ կաշկաշ ոնց որ սեփականա ոչ Սանի իր կարիա, հա ինչ նախնդիրը 2000 թվականին կառուցվել է նորվեգական հիմնադրամով, հետո պետական գրանցման ժամանակ քարտեզագրում չի կատարվել, քանի որ վարելահողի վրա տները կառուցվել, հետո 17 թվականին գենպլանի փոփոխություն է կատարվել, վարելահողից դարձվել է բան, տնամերձ։ Խուդացյանն ուր է։ Հետո մեր պարոն մարզպետի հանձնարարականով, պարոն Խուդացյան։ մեր պարոն մարզպետի հանձնարարականով մի քանի ամիս առաջ համայնքապետարանին հանձնարարվել է, որ չափագրումներ կատարվի, չափագրումները կատարվել է, հիմա համայնքապետարանի ճշտում ենք, ասում են կադաստրի այդ կայքը ինչ որ բաց չի, չեն կարող մուտք անեն, որ Կարենան ընթացք տան այդ գործին։ զբաղվել են, հաստատ ժամանակ կառուցվել է ոչ մի հաստատ իսկ պարոն Թովմասյանը ասել, որ իրականում դա օրենսդրական խնդիր է, ես խնդրել եմ, որ հասկանանք ոնց կարանք լուծենք այդ հարցը։ Ես զբաղվել եմ սա հենց մի 3-4 ամիս առաջ այդ հարցով։ Ես էլ նախկինում չեմ լսել, այսքան գնացել եկել եմ։ Քանի տարի է դիմում ենք, հետո մի բան էլ էլի մենք ասացի, լույսը կա, ջուրը կա, բայց գազը ասում եմ մինչև սեփական չլի չենք քաշի, բայց պատճառը Բայց բաժանորդեք։ Դուրուբել էլ կա քաշելու, լրիվ կա։ Դե անկեղծ եմ ասում, այսքան գնացել եկել ենք, չեմ լսել այս հարցի մասին։ Մարզպետ թեմով աշխատում ենք, բան վարչապետ, որ բանն առանց։ Ուղղակի խնդրում ենք, չէ, բայց ֆունդամենտալը փաստաթղթային հարցը լուծելն է, որ փաստաթղթային հարցը ավտոմատ կլուծի։ Այսինքն կադաստրի դաշտում այն է։ որտեղ չեն կարա գրանցել, Շատ շնորհակալ։ Կհիշենք, չէ, չենք մոռանում։ միանշանակ ես զբաղվել եմ։ Ուղղակի խնդրում ենք։ Պարոն մարզպետը զբաղվում է այդ հարցով ու շատ շնորհակալ ենք պարոն մարզպետին։ Շատ լավ, շատ լավ։ Բոլոր աշխատանքների համար Քանի որ առաջի անգամ եմ լսում, ռեակցիա չեմ տալիս, կադաստրի կոմիտեի հետ Պատը շարած, կանձրև գաց կաբը, են այն կաբա հողա, չէ սաղ կաբը։ Այս տների մասին, հա խոսքը։ Լավ էլ սիրուն տները։ Կաբը Գնացինք, լավ է։ խնդրանքել ես ասեմ էլի։ Համայնքում գյուղում կա խնդիր հողերի սխալ գծման հետ կապված։ Գիտեք, դիտավորությունը, ապագայականությունը ինչ է։ Հանրապետությունում լիքը տենց խնդիր կա, հիմա կադաստրի կոմիտեն տենց ծրագիր ենք մենք անում հանրապետության ամբողջ հողատեսքերի սահմանները ճշգրտում են, որպեսզի նկատի ունեմ մենակ ձեր մոտ չի, ամբողջ հանրապետությունում տենց խնդիրներ։ Կարգավորվի։ Այո, զբաղվում հիմա կոմիտեն ծրագիր է անում, ահագին Խայտարակ ձևով են ոչ եմ հիշում, որ մարզում ոնց որ սկսել էին անեն։ Գիտենք թե հայքենք, կլուծվի։ Բայց դա տևելու է, ժամանակ է տևել, որովհետև դե խնդիրներ կա։ Ներողություն։ Չէ, բայց այդտեղ գիտեք ինչ խնդիր կա։ Ասենք ենթադրենք 1000 քառակուսի մետր հող է, որպեսզի ճիշտ պատկերացնենք։ 3 հոգի, 3 հոգի, հա? 700-ի տեր են։ Չէ, 3 հոգի ասենք ունի 350 քառակուսի մետր հող, պայմանական եմ ասում։ Այսինքն ընդհանուր տարածքի մեջ 1000 քառակուսի մետր հող է, բայց սեփականության վկայականն են 1050 մետրի հող։ Հիմի այդտեղ պետք է նաև բնակիչները մի քիչ կարողանան կոմպրոմիսի գան, որովհետև չեն կարող մենք մեկին ասենք քեզնից շատ ենք վերցնում մյուսից քիչ, այսինքն դուք էլ պետք է իրար հետ հարևաններով աշխատեք։ Հեկտարը ստեղն են պահել, ինչքան որ հողի քանակ ունեն։ 300 մետր երկարությունը սարքել են 400 մետր երկարություն։ Ես երկու թոշակառուի հետ այդ հողամասը արդեն ես ծառ եմ։ Եղբայր, բան չունեմ ասում։ Տեսեք, մենք խնդիր չունենք, բայց եթե ենթադրենք էլի քառակուսի մետրով ասի, մի հեկտարով ասեմ, հա?
Բայց պատճառն է մոտավոր գիտեմ ինչից է այդպես առաջացել։ Չէ, ես նկատի ունեմ հիմա պետության դիրքորոշումից եկեք նայենք։ Այդ ասում եմ ֆիզիկապես հողը 1000 մետր է կամ 900 մետր է, 1000 մետր է, 3 հոգի ունի 350 քառակուսի մետրի սեփականության վկայական։ Դե 3-ն էլ ունեն, բայց հողը ֆիզիկապես այդքան չկա։ Հիմի 90-ականներին է երբ է տենց գրտրվել է, բա մենք ինչ անենք, այսինքն պետությունը ֆիքսում է որ սխալ է դա, բայց այդ տարածքի հարևաններով էլ պետք է կարենան իրար հետ բան պայմանավորվեն, ամեն մեկը մի քիչ զիջեն, որ բերենք բոլորին ճշգրիտ տանք, որովհետև այդտեղ ֆիզիկապես 1050 մետր հող չկա, որ մենք ասենք դե բոլորիդ ոչինչ, մի քիչ են կոմ կա, որովհետև մի քիչ են կոմ էլ ուրիշ սեփականատեր է։ Չենք կարա մտնենք այդ տարած, հասկանում եք։ Այսինքն մենք կադաստրի կոմիտեն իր աշխատանքը կանի, բայց ասենք որտեղ տենց խնդիր կա, մի հատ էլ համայնքը հարևաններով պետք է հավաքվեն, իրար հետ որոշեն, մի հատ, որտեղ որ պահին հարևաններով թուղթ ստորագրեցին, որ մենք համաձայն ենք լուծումը տվեք, դա բանի օրերի հարց է ընդամենը։ Մենք շատ տեղեր կա, որ այդ տենց վիճակներ կա, մենք ֆիքսել ենք, որ վկայականներն ավելի շատ են, քան հողերը։ Գնում ենք ժողովրդին ասում, ժողովուրդ ջան, դե մի բան պետք է պայմանավորվենք, մենք մեղավոր չենք, հիմա 20 տարի առաջ տվել են, դուք էլ մեղավոր չեք, բայց հիմա պետք է դուրս գանք։ Հարևան ունենք, չունեինք այդ հարևանը, բայց հիմա փաստացի այդ հարևանը ունենք։ Դե հիմա հասկանում եմ, եղբայր, բայց արի մի հատ տեղ մարդ ոնց, չգիտեմ, ոնց է ձեռք բերել է հողատոր, դրա համար այդ պատճառով մեր հողերը նեղ է գծվել։ Եկեք տեղերով փոխվենք, ինչ անենք։ Ինքն էլ ունի սեփականության վկայական, ինքն էլ։ Գնում ենք, եթե սեփականության այդ բաները, հիմքերը օրինական են։ Ապօրինի բան չկա, մենք ում տեղից իր հողը վերցնենք տանք ուրիշին։ Կարանք մենք տենց բան անենք։ Դե ես հիմա իմ հիմքերով գցել եմ իմ հողը։ Եղբայր, իմ ասածն է նա, որ պետք է իրար հետ համագործակցենք ու կարգի բերելա պետք է դե։ Հիմի կարանք մենք ես բան չունեմ ասելու, բայց պետք է իրար հետ համագործակցենք առաջ ծորակային բան անեմ, ջուր սպասարկեմ, այս էս անորոշ վիճակում եք, չգիտեմ ոնց անեմ։ Հիմա 1000 ներողություն։ Լրիվ գրպանից եմ ներդրում ես։ 1000 ներողություն։ Ոչ մեկին օգնություն չեմ։ Դեր ազգանունը ի՞նչ է։ Մանուկյան Սևակ։ Պարոն Մանուկյան, տեսեք, դուք քաղաքացի եք, սեպամետրը վերցնեմ տամ ուրիշի։ Ոչ մեկից։ Բայց այն մարդուց, ով որ մի քիչ կասկածել է, որ ոնց է ձեռք բերել իմ հարևանությամբ հողամաս։ Դե տենց գիտեք իմի ինքը դուք ասում եք ինքն է կասկածելի, ինքն էլ ասում է դուք եք կասկածելի։ Դրա համար գյուղով ապացուցենք։ Դե դրա համար ասում եմ համայնքը թող գրի հավաքվեն, ասեն, էս է ճիշտը, մենք ընդառաջենք, առաջնորդվենք դրանով։ Չէ, խնդիրը, բայց մարզպետը ես որ չեմ նեղվում, որ մարդը հարցը բարձրացնում է, ես ուղղակի անկեղծ ասում եմ, որ խնդրեմ մենք ճիշտ պատկերացնենք։ Դրա համար ավելի լավ է այդ մեր մոտ կա այդ հակասության կուլտուրան մի քիչ փոխարինենք բանով, որովհետև եթե մտանք ինքը ապացուցել է, որ դու ես սխալ, դու ապացուցել ես, որ ինքն է սխալ, երրորդը ապացուցել է, դառնալու է մի հատ մեծ 20 տարվա խնդրեմ։ Դրա համար ավելի լավ է ամեն մեկս գանք, նստենք սեղանի շուրջ, հասկանանք, ամեն մեկս մի քիչ ճկունություն ցուցաբերենք, հաջորդ ամիս այդ հարցը լուծենք, ոչինչ, ամեն մեկս մի հատ ծառ զիջենք, ասենք լավ, օքեյ, ես մի ծառն էլ հարևանից թող լինի, ու դրանով տասնամյակներով, սերունդներով այդ սեփականության հարցը լուծվի։ Թե չէ մենք գյուղերում տասնյակ տենց խնդիրներ ունենք, տասնյակ, որ 5 մետր հողի վրա հարևաններով իր այդ շնամացած ապուպապով շնամացած։ Հիմա իմ պարագայում էլ նույն բանն է դառնում։ Հարևանից հետ զորով, կռվով, մռվով։ Բա այդ եմ ասում, եղբայր։ Մի քիչ լայնությունս պաշտպանենք, մի քիչ։ Մենք պետք է 400 մետր ես 7 2 հատ թոշակառուի հետ ոնց 400 մետր հող։ Ջուր եմ անում, ասենք ձեռքով ոնց 400։ Եթե ինքն ես եղբայր, բայց եթե ինքն է սեփականության վկայական ունի պետության տեսակետից իրան էլ 280 քանի մետր երկարություն։ Դե այդ եմ ասում, որ մտանք այդ դաշտ։ Չեն գողացել, հեկտարը սեղն են πάρել։ Եղբայր։ Բայց նեղ ու երկար են գծել։ Որ մտանք այդ դաշտ, դուք եք այդ խնդրի մեջ լինելու, ձեր որ զավակներն են, այդ խնդրի մեջ լինել, ձեր թորներն են, այդ խնդրի։ Այդ պատմությունն ուրիշ է, ասում հեկտարս պահել է։ Նեղու երկար է դարել։ Նույն հեկտարն է այս մարդու։ Դե հանի ամեն մեկ մի խնդիր կա։ Եթե հիմա ես հարգելներ ես ուրիշ բան եմ ասում։ Ասում եմ ավելի լավ այդ խնդիրը լուծեք, որ վաղը մյուս օրը երեխեքի վրա չմնա, Աստված չանի դառնա
կռիվ, պատերազմ, մարդասպանություն, դատաստան, որից ոչ մեկ չի օգտվել։ Դե հողի պայքարը հենց այդպես է գնում, ճիշտ է, եթե ուզում եք իմանալ։ Դե բա Կռվով է։ դե բա ասում եմ Դե քանի չենք կռվել, բերեք դուք լուծեք ինձ այդ ասում խնդիրը։ բա ես էլ ասում եմ բերեք լուծենք, բա այդ եմ ասում։ Որովհետև դուք մենակ Ազատումով է, ոչ թե կռվով է։ Իսկ համանազատ ենք բրցունել։ գնաց։ Լավ եղեք, մենք ենք շնորհակալ։ Շատ լավ է, այս հարցը կադաստրի կոմիտեի հետ կքննարկենք, գնացինք։